Բարև ձեզ հարազատներս, այսօր կպատմեմ բարկության մասին, արդեն ասել եմ, որ երկու մեղք կա, որ 2026 թվականին ես կուզեմ մեծ ջանքեր ներդնեմ պայքարեմ դրանց հետ, դա բարկությունն ու անհնազանդությունն է, որ քայլեր արդեն արել եմ բարկության դեմ պայքարելու, որ քիչ բարկանամ ու դրանց մասին եմ պատմելու, որտեղ եմ հասել ու ինչ ճանապարհ ունեմ դեռ անցնելու, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների տեխնացու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Այս 2 տարում մեր երկրում այսքան որ բարգացել եմ, իմ ամբողջ 50 տարվա մեջ այդքան չեմ բարգացել, ինչքան այս վերջի 2 տարվա մեջ։ Կարծում եմ սա նշան է էլի հոգևոր աճի, որ միջև այդ վեճս չի եղել, ինչ ա լինում, քան խորը չեմ մտել ամեն ինչի մեջ, թե քաղաքականության մեջ, թե մեր պատմության, ոչ մի բան ինձ բժշկությունից հետաքրքիր չէր ու եթե բարգացել եմ, ապա միայն բժշկության մեջ ու բարկությունը տեսահոլովակով պիտի ասեմ, որ բարկությունը նույնպես շարժիչ ուժ է, բայց չափավոր նենց որ չտանի քեզ միջև կորստյան։ Ու 2 տարի ու սկզբից շատ էի բարկանում, այն սկզբից շատ էի բարկանում, որովհետև ուզում ես փոխես, այս ինչ որ կա, ու զգում ես, որ ուժերը բավարար չեն ես փոխելու համար, բարկանում էի, որ մարդիկ ասում են, որ իրանք ինչ-որ արցախցիների մասին վատ բաներ են ասում, որ ամեն ինչից բարկանում է, այնպես որ սկզբից փորձում էի այդ մարդուն օգնել, որ վայ սխալվել է, պետք է օգնեմ, հետո տեսնում էի ուժերս չէր հերիքում բարկանում է, մինչև հասավ ֆորմուլան հայտնաբերեցի, զոմբիների ֆորմուլան 2025 թվականին, դե զոմբի եմ ասում, որ բոլորս հասկանանք ում մասին է, ուրեմն ամբողջ աշխարհում տգետ բնակչություն կա, ամբողջ աշխարհում տգետ, եսասեր, էգոիստ, որ հոգևոր աճ չունեցող մարդկանցով լի է։ Բայց ամբողջ աշխարհը կարա գոյատևի, քանի որ նրանք զարգացած են արդեն, իսկ մենք քանի որ զարգացող ենք, մենք իրավունք չունենք մնալու տգետ առանց հոգևոր աճի, քանի որ հոգևոր աճ պիտի ունենաս, որ այս երկիրը մնա։ Դրա մասին ասել եմ արդեն, որովհետև Աստված քանակով է աշխատում։ Սոդոմի պատմությունը, որ հիշում եք, Աստված ասել է 10 հոգի արդար մարդ ընդ գտնեմ, չեմ վերացնի Սոդոմն ու Գոմորը, չի գտել ու վերացրել է, ու մեր երկրում պիտի հոգևոր աճ ունեցող արժեքներ դավանող մարդիկ լինեն, սկզբունքներ ունեցող մարդիկ ունենանք, որ կարողանանք այս երկիրը պահենք, որ տեսնա այսքան մարդ կա, որի համար հողը կարևոր է, երկիրը կարևոր է, սա շատ կարևոր է այս պահը։ Մի խոսքով, գալիս եմ շատ բարկանում, միջև այդ զոմբիների ֆորմուլան հայտնաբերում եմ ու տեսնում եմ, որ չէ, այս մարդկանց վրա բարկանալն անիմաստ է, քանի որ նրանց գլուխները արդեն ասել են բացած է, ժավելով լվացած ու աղբը լցրած է, քանի որ վակուում չի կարա լինի դատարկ գլուխը, ինչ ասես լցնում են ու այդ ինչ ասեսը միանգամից ֆորմուլայով են բերում լցնում։ Իրանք չեն կարա լինեն միայն հակառուս, հականախկին, իրանք հակառուս, հականախկին ու հակա արցախցի են, հիմա այդ նոր այդ ֆորմուլայի մեջ ավելացրել է հակահոգևորական են, վայ հիմա հոգևորականներին ոնց են քննադատում, ու էլի սկզբնական շրջանում ուզում են փորձել, որ բա մենք իրավունք ու հասկանում եմ, որ մի քիչ խոսացնում եմ, արդեն այդ հակա արցախցին ինձ համար արդեն նշան է, որ սա գլուխը չաշխատող անձնավորություն է։ Մենք բոլորս հակառուս ենք։ Մենք բոլորս ազգովի հակառուս ենք, միջև գալիս է այն պահը, որ պիտի ընտրենք մենք հակառուս ենք, թե հակաթուրք։ Այդ ժամանակ արդեն մի մասս բաժանում ենք հակառուս, մի մասը հակաթուրք, քանի որ երկուսս իրար հետ միտեղ գոյատևելու հնարավորություն չունենք։ Չկա ու նենց չլինի, որ ասի ինքը Պարսկաստանի կողմից է, ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինքը անկախ պիտի լինի, այն հասկացող մարդը հասկանում է, որ գերտերությունների մեջ ինքը պետք է մեկի հետ ընկերություն անի, չասեմ ճորտություն անի, բայց ընկերություն պիտի անի, որ այս փոքր երկիրը կարողանա մնա։ Դու ընտրում ես թուրքին, մյուսը ընտրում է ռուսին, այսքան բան, ուրիշ բան չկա, որ ասեմ, ես լավ չհասկացա, դուք լավ հասկացաք։ Պարսկաստանը հազիվ իր գլուխն է պահում։ Գերտերությունները ոչ մեր մաման են, ոչ մեր պապան են։ Իրանք իրանց շահերը, ոչ իրանց համար մեկա դուստը հայ ես, թուրք ես, ռուս ես, կապ չունի։ Իրանք իրանց շահերով են։ Ուղղակի դու պետք է կամ իր մեջ մտնես, իր այդ շահերի մեջ կամ չմտնես։ Մի խոսքով, ինչի եմ ասում, ես եմ հակառուս, միջև գալիս այն պահը, միջև ընտրելու օրինակ, ես վերջերս ասել եմ արդեն, որ ոչ մի բան չեմ լսում, ես ինչքան որ ես խոսում եմ, այս թռուցիկ ինֆորմացիա եմ ստանում, Instagram եմ մտնում, որ տեսնամ իմ էջին ինչ վիճակ է ու գալիս է Զախարովայի ասածը, որ այդ ինչ անհարգալից, որ մեզ հայերից դիմում է ու պատմում է իր պատմությունն ու մշակույթը, գետին է մտա,
Զախարովը իրավունք չունի հայերի մասին խոսելուց հիշի իր մշակույթն ու պատմությունը։ Այդ նշանակում այն չի են բարկանում, ոչ թե Զախարովայի վրա են բարկանում, Զախարովայի տեղի Իվանովան կլինի, Պետրովան կլինի, հարցը իրանք չեն, իրանք նորից եմ ասում, գերտերություն են, իրանք իրանց ցավերով, բայց մենք այնքան պիտի ներկայացուցիչը իրան անշնորհք, անկուլտուրական, անպատմությունից հեռու պահի, որ Զախարովան ինձ հետ խոսելուց, հային դիմելուց հիշի, որ ինքը պատմություն ունի ու մշակույթ ունի։ Սա անընդունելի է։ Զախարովայի վրա չեն բարկանում, հայի վրա են բարկանում, որ հայը կարողացել է իրան թույլ տա, որ իր հանդեպ այդպես խոսել։ Սա ընտրություն է, ընտրությունների ճանապարհին ենք, հականախկիների, բոլորս հականախկին ենք եղել 2018 թվականը, որ տեղի ունեցավ։ Բոլորս ազգովի հականախկին ենք եղել, ուղղակի մի մասը հասկացել է, որ ինչ աղետներ են սպասում։ Մնացածս չենք պատկերացրել, ուսել են մնացածի մեջ, որ շատ վար դեմոկրատիա ենք ունում, հակառուս ենք, մենք բոլորս այդ ամեն ինչը մեզ օգտագործեց ու բերենք հասանք այս աղետին ու այստեղ պիտի գլուխներս աշխատեցնենք։ Շատ կարևորը որ բոլորիս գլուխը աշխատի ու դա գիրք կարդալով է դա արդեն միլիոն անգամ ասել եմ որ դա պետք է լինի։ Ու մի խոսքով այդ զոմբիների վրա չեմ բարկանում։ Ու սկզբից դե իրանք որ այդ հակառուս են, հականախքին, բայց որ արդեն սկսում են արցախցիներն այդ արդեն այդտեղ ես արդեն գազազում։ Մի ընկերուհին է, դասընկերուհի ասում էր ծխկվում է։ Այն ժամանակ չի հասկանում այդ ինչ բառը, հիմա որ իսկականից այդ որ հակարցախցի ասում էր, ծխկվել բառն որ հասկանում եմ ինչա նշանակում։ Ու հիմա հակահոգևորական են։ Որ իմանաք մենք որտեղ ենք, որ պատկերացնեք ես ինչից եմ բարկանում, եմ 31 դեկտեմբերի 31-ն է հերթապահեմ երեկոյան ժամը 6-ն է։ Մի կնիկ այդել բժշկուի ջան, մի հատ շուտ աբորտ անեմ գնամ։ 31-ն է երեկոյան ժամը 6-ն է։ Սուրբ ծնունդն է։ Նոր տարի է։ Նոր տարին ու Սուրբ ծնունդն է։ Ուղղակի տարբեր օրեր ենք նշում, տարբեր ազգեր տարբեր օրեր են նշում։ Նոր տարին դա Քրիստոսի ծնունդն է։ Քրիստոսի ծննդից առաջ օրացույցն է ու հետո ամբողջ աշխարհը այդ նույն օրացույցն է օգտագործում։ Ուղղակի Քրիստոսի ծնունդները տարբեր օրեր են նշում, տարբեր ազգեր։ Շուտ դե ճաշա սարքել, առավոտը չի կարացել գա բորտանի, շուտ ճաշմաշը սարքել, ժամը 6-ին արդեն մի քիչ ժամանակ ունի, գա շուտ Աստծո այդ ստեղծածը սպանի, որ տանի իր ստեղծագործությունները արդեն մատակարարի մնացածներին, որ իրան գովան, ասեն դու ես ինչ լավ խոհարար ես, ինչ լավ բաներ ես մեզ համար սարքել։ Էսա մեր ուխաչը կախած բոլորիս։ Էսա մեր որ ասում են ժավերով բացած գլուխները լվացած, հենց նենց հո չեմ ասում, էսա։ Խոզի բուդը կտրում են հոգևորականները, վայ մարդ չեն, փողի մեջ կոտարված, խոզի ժողովուրդ ջան։ Ուրեմն մենք եկեղեցուն չենք կպնում, մենք վատ հոգևորականներից ենք ուզում մաքրենք, էսա ամբողջ ուր գնաս այդ խոսակցությունները։ Էսա մեր երկրի վիճակը։ Իրանք եկեղեցին ուզում են մաքրեն։ Եկեղեցին դու ես։ Այ հիմա ինձ լսում ես, եկեղեցին դու ես։ Ինչից ես ուզում մաքրես։ Դու պետք է մաքրվես։ Մաքրվի քեզ ով է կանգնացել, ձեռքդ ով է բռնել, որ չմաքրվես։ Եկեղեցին 3 կոմպոնենտ ունի։ Շենքն է, որ ով սարքելա, օրհնվելա։ Ապացուցված է հատուկ ֆորմուլա պետք է ով եկեղեցին սարքելը օրհնվելը։ Եկեղեցում քահանաներ են, մեկ էլ դու ես, որ գնում ես այդ եկեղեցին, որ աշխատի, որ դու չգնաս այդ եկեղեցին չի աշխատում, լավ չի աշխատում։ Ու բայց քահանաները վատն են։ Քահանաների մասին վատ ասելով բժիշկների մեջ էլ կան լավերը, վատերը, ուսուցիչների մեջ լավերը, վատերը, քահանաների մեջ բոլորս մարդ ենք մեր թերություններով մեր վրա աշխատող։ Դու որ օրինակ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ 2002 թվականից արգանդ եմ հեռացնում։ Էսա իմ աշխատանքը, դե չեմ ասում մի անգամից մարդու տերում եմ ասում արա արգանդը հեռացնենք, բուժում եմ, գալիս եմ միտեղ ասում լսել չի բուժվում, պետք է հեռացնենք, էսա իմ աշխատանքը։ Կարող է հիմա մի հատ ֆիզիկոս Նոբելյան մրցանակը շահած գա ինձ ասի, որ սխալ ես արգանդը հեռացում, ես մյուս տեղից պիտի հեռացնես, ես մյուս կապանը սկզբից կտրի, չի կարա ասի, ասեմ դու ով ես, շատ են որ ֆիզիկոս ես Նոբելյան մրցանակը, բայց ես որ անում եմ, սա արդեն ստանդարտներ են ընդունված միջազգային, կարող է դու ճիշտ ես, բայց քո այդ ասած ճիշտը դու պետք է գրես, այդ քո ճիշտը հետազոտեն 5-6 տարի ամենակիչը կարող է տևի։ Նոր հասկանան ասեն, որ այս ֆիզիկոսը Նոբելյան մրցանակի կինը շատ ճիշտ է ասում, արգանդը սենց պիտի հեռացնենք։ Ու մենք արդեն դա ստանդարտների ձևով գա հասնի ինձ որպես գինեկոլոգ ու ես սա սկսեմ կիրառել։ Ուրիշ ձև չկա, չես կարա ինձ ասես սենց արա կամ նենց արա։ Նույնը դու ոնց ես հոգևորական, դու պիտի սկզբից ինքը քո ճիշտը կարողանաս անել։ Ես չի որ ես շատ ճիշտ եմ անում։ Ինչ անում եմ, ես որ ձեզ ասում եմ, ես էլ իմ սխալներն եմ այդ ընթացքում հոգևորականը պետք է օրինակ գումարի մասին ընդհանրապես չմտածի։ Մենք մեկս մեր աշխատավարձից 10%-ը պետք է տայինք, որ իրանք ապրեին, իրանք գումարի մասին չմտածեին, լավ քարոզներ մեզ համար կարդային, որ դուք չգնայիք Եհովայի վկա դառնայիք։
բայց մենք չենք տալիս այդ գումարը։ Օրինակ ես որ Մոսկվայում եմ, ես այդ պարտաճանաչ իմ աշխատավարձի 10%-ը տալիս է հայ առաքելական եկեղեցուն ու հետո շատ ուրախ եմ, որ առաքելական եկեղեցին նորը կառուցվեց ու ես ամեն այդ դուրը համբուրելուց մտնելուց եկեղեցի ասում եմ այս դուրը հաստատ ես եմ սարքել, որովհետև դե 15 տարի իմ 10-որդը տվել եմ հենց այդ եկեղեցի կառուցման համար։ 2020 թվականից ուղարկում էի մի շատ լավ հոգևորականի մեր երկրում Աստված օրհնի իրան, բայց ինչ եկել եմ Հայաստան, ես էլ եմ ցնդել լրիվ։ Ինքն նորույն եմ այդ 10-որդը տնորինում։ Գնում եմ, գտնում եմ ինչ որ մեկի ասում եմ, ես սենց գումար եմ հավաքել, ինչ անենք, այս մեկը մի հատ արցախցի է գտնում, ասում է իրան գազօջախապետ, ասում եմ դե նենց անենք, չասեք որ ես եմ արել, այդ գազօջախ առնենք կամ ինչ որ մի բան։ Սա սենց չպետք է արվի։ Մենք պիտի տանք հոգևորականներին, նոր իրանք տնորինեն այս գումարը, բայց մենք ինչ ենք անում, մենք ասում ենք, որ իրանք շատ վատն են, մոմ են վաճառում։ Բայց ոնց պետք է ապրեն, հոգևորականը իրավունք չունի իմ նման արգանդ հեռացնի, ձեր նման բիզնեսով զբաղվի, այն մյուս գործ անի, ինքը պետք է քարոզ կարդա, առավոտից իրիկուն հոգևոր գրքեր կարդա, ձեզ բացատրի ինչ անեք։ Մի խոսքով բարկանալու ահագին բաներ ունենք, ուրեմն բայց էլ չեմ բարկանում, ես ինչ այդ ֆորմուլան արդեն հայտնաբերել եմ, էլ չեմ բարկանում, իրանք որ սկսում են հակահոգևորական, հակաարցախցի, ես արդեն հասկանում եմ, որ մարդու հետ ես անելիք չունեմ, խոսելիք չունեմ, էլ իրենց վրա չեմ բարկանում, իրանք աղբա լծած, այդ աղբամանով ման են գալիս ու այդ աղբա անպայմանում տենում են, պիտի բացեն թափեն, նենց չի, որ աղբա մեջը պահում են, սա շատ կարևոր է, հիմա իմ բարկությունս մեծ մասամբ իմ բուժառուների վրա է։ Մեծ մասը ես էլ արդեն որ սկսում եմ արդեն զգում եմ որ ես բարգացա դա իմ բուժառուներն են որ կուլտուրա չունենք, բժշկվելու կուլտուրա չունենք, բուժվելու կուլտուրա չունենք։ Ուրեմն ես միլիոնավոր անգամ ասել եմ որ ես օնլայն ոչ մի խորհրդատվություն չեմ անում, ոչ մի խորհուրդ չեմ տալիս, չէ, գրում եմ որ զանգում կամ գրում որ ես արունահոսություն ունեմ, ինչ անեմ, ինչ բան անեմ։ Ասում դե այս դեղը խմի ու գնա մոտակա բժշկի մոտ Ես այս հիվանդանոցում եմ, Աբովյանում եմ իմ այս պահին, բայց դու, եթե տեսնում ես չես կարող հասցնես, այս դեղը խմում ես ու գնում ես մոտակա բժշկին, չէ, դե դու պետք է ինձ բուժես ասում, որ դու իմ պոլիպս հեռացրել ես, դու իմ ամեն ինչը գիտես արդեն, դու ինձ պետք է սենց հեռախոսով բուժես, ասես ինչից է սա, անընդունելի է ինձ համար։ Ես արդեն ասել եմ, որ սկարամ բուժառուներին իրար հետ շփոթեմ մեկին սխալ բուժում նշանակեմ։ Ես օնլայն բոլոր հարցերին, ես երևի 30 հարց պիտի տամ, որ իմանամ դրա գոնե կես ժամ ժամանակ է ինձ պետք, որ այս մարդում զբաղվեմ։ Բայց դուք զանգել եք, որ ես արդեն ուրիշ գործ եմ անում, ուրիշ բուժառու է դեմս նստած, ուրիշ հիվանդի հետ եմ աշխատում, այն մարդ ուրիշ հաց եմ ուտում։ Դուք զանգում եք, վայ, ես քորս, այս մի հեշտոցից այս մասում քորա, այս մի մասում չկա, այն մյուսում կա, բա ես ձեր բուժառուն եմ, գնացել եմ ասում բան արտասահման, որտեղ ամսի 31-ն է արտասահմանում եմ, բանա, բայց շատ քոր ունեմ ու պետքա ինձ բուժես, ես քանի որ ես ձեր բուժառուն եմ ասում եմ, դու ինձ բան ես, դու իմ ամեն ինչի մասին գիտես, վայ, ժողովուրդ ջան, կուլտուրա կա։ Դուք որ գումարը առնում եք գնում եք արտասահման, այդ գումարի հետ դուք պետք է ապահովագրություն առնեք։ Այդ ապահովագրությունը շատ ավելի քիչ գումար արժե, քան տոմսն ու թռիչքը։ 5-6 հազար դրամ է, եթե չեմ սխալվում, ապահովագրություն պիտի առնեք, որ գնում եք արտասահման, այնտեղ հիվանդություններ կարող են լինել, սուր հիվանդությունները ահագին թանկարժեք է բժշկվելու համար։ Դեպք ունեք, գնում եք մոտակա գինեկոլոգին ու այդ ամեն ինչը ձեր ապահովագրությունն է վճարելու։ Ես ինչ կարող եմ այստեղից արտասահման ձեզ ոնց պիտի բուժեմ։ Լավ մի հատ հակասնկային ասեցի։ Հիմա հակասնկային ընդունել է, բայց մի քիչ լավ չի օգնել, ես մի տեղի քորը մնացել է, ես մի շղթի քորը անցել է, ինչ անեմ։ Սա ինձ համար անընդունելի է, գուցե քիչ քանակ ունեցող, քիչ հիվանդներ ունեցող բժիշկները սա կարում են տնօրինեն կամ ուրիշ աշխատանքներ չունեն։ Ես 5 տեղ աշխատում եմ, ժողովուրդ ջան, ես ազատ ժամանակ աշխատում եմ չունենալ։ Այս է իմ ազատ ժամանակը, որ խոսում եմ, էսա։ Մնացած դեպքերում շատ քիչ եմ խոսում, մարդիկ ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես շատ քիչ եմ խոսում։ Ու բարկանում եմ։ Բայց ես բարկանալը շարժիչ ուժ է, որովհետև ես բարկանում եմ ոչ թե զանգողի վրա, ոչ թե այդ զոմբիի վրա, որ տենց բաներ, բարկանում եմ ին վրա, որ ես մի բան այն չեմ անում, որ ես պատրաստված չեմ, որ զոմբիին սաստեմ։ Իրոք սա մեր աճի, այ հիմա այս հոգևորականների վրա որ սենց շարժում կա, չեք պատկերացնի քարոզները ինչքան է լավացել։ Մի ուրիշ որակա, եկեղեցուն իրոք ես թափ տալը շատ պետք էր, ու էդ էլ ասեմ մի հետևորդներից հեսա շատ ներողություն եմ խնդրում, որ անունը չեմ հիշում։ Նարեկացու, կարող է դել շփոթեմ հեղինակին, բայց կարծեմ նարեկացու բառերն է գրել, որ այդ ինչ դիպուկ ասել, որ սատանան էություն չունի, սատանան ունի արագություն ու խաբկանք,
Էությունը աստվածային է։ Այս անենց խոր ասացվածքը, որ չեք պատկերացնի, էությունը, այսինքն մարմինը, ստեղծագործությունը, դա աստվածային է, աստված է մեզ տվել։ Սատանան մենակ կարա մարդուն արագ խափի ու մարդ այս աստվածային էությունը վերցնի ու սատանային ծառայեցնի։ Էսա ամբողջ իմաստությունը, ես մի նախադասության մեջ Նարեկացին ասել է, որ Սա մի ուրիշ, ես սրա վրա երևի մի 3 օր կախված եմ մնացել այս բաների վրա, որ իրոք մենք սատանան ոչ մի վնաս չի կարա տա։ Ինչ որ անում են, միայն ի օգուտ քրիստոնյային են անում, ի օգուտ եկեղեցին ավելի է ուժեղանալու, այն քրիստոնյան ավելի է ուժեղանալու։ Այս որ դուք մեզ այսքան բարկացնում եք, մենք այս բարկությունը վերածելու ենք մի ինչ որ մի բան ստեղծենք, ֆորմուլաներ ստեղծենք, շատ շարժիչ ուժ է այս բարկությունը, բայց կարողանանք մեզ սանձարենք, որ մի տեսահոլովակի անել, ես մտածեցի տեսահոլովակի ժամանակ անգամ մահանալու եմ, այնքան բարկացած էի։ Ուրեմն բարկանում են ոչ թե ձեր վրա, այլ իմ վրա։ Ու սա էլ է շատ կարևոր, որ մենք այդ բացասական էմոցիաները անգամ մեր աճի վրա օգտագործենք։ Ոչ թե լեզվակռիվ բան, տենց բաներ իհարկե, փառք Աստծո չունեմ։ Շատ խոսացի, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։